քաղաքբանտարկյալների ազատություն, ընտրությունների օրինականության հսկողություն։ Այս հարցերում համատեղել ուժերը միասին պայքարել, որպեսզի կարողանանք կանգնեցնել։ Մանրավանքը մի դետալը կարող է լինել այդ ընդհանուր քայլերի եւ գործողությունների համատեղ հսկել նախընտրական շրջանում, բուն ընտրության օրը, հարկ եղած դեպքում նաեւ հետընտրական շրջանում առնվազն ընդդիմադիր դաշտի քաղաքական խոշոր միավորները իմ նշած հարցերի շուրջ համագործակցեն։ Հիմա պարզ բան եմ ասում, մեր ցուցակի առաջին 30 համարից առնվազն 2 հոգի այս պահին գտնում է անազատության մեջ։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը գտնում է անազատության մեջ, չգիտեմ, Բագրատ Սրբազանը, Վարդան Ղուկասյանը, այսինքն բազմաթիվ մարդիկ, մի քանի տասնյակ։ Արդյոք ընդդիմությունը միասնական ջանքերով ազատություն քաղբանտարկյալներին օրակարգով պետք է մի մեծ հանրահավաք չհրավիրի եւ այս խնդիրը ինքը իր վերարտադրությունը ապահովելու համար պատրաստ է ցանկացած քայլի գնալու։ Սրա դեմը առնելու նորից եմ կրկնում, անընդհատ եմ կրկնելու, միակ ճանապարհը հակազդեցությունն է։ Ինքը պետք է հասկանա, եթե արգելեց, ընտրության չի հասնելու։ Մարդիկ դուրս են գալու փողոց, սրբեն տանան այս իշխանությունը։ Որովհետև շատերը այս տարիների ընթացքում նաև փողոցային պայքարի դժվարություններ են նկատի ունենալով տարբեր պատճառներ այդ ճանապարհը չեն ընտրել։ Այսօր մարդիկ փորձում են գնալ ընտրության ճանապարհով մերժել այս իշխանությանը։ Եթե ինքը սահմանափակում է քաղաքացիների այդ հնարավորությունը, այլևս մարդկանց այլ հնարավորություն չի թողում, որ դուրս գան փողոց, պարզապես սրբեն այս իշխանությանը։ Հետևաբար նորից եմ ասում, միակ ճանապարհը այդ սցենարները կանխելու համապատասխան ճնշումն է ու այս տրամադրությունը, որ եթե գնաք այդ ճանապարհով ընտրության չեք հասնելու։ Սա է մեր ասած